Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության 106-րդ տարեդարձը լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 111-րդ թիվը, 2026 թվականը Մելքոնյան վարժարանի համար։ Ադրբեջանի մեջ հայտնի հայ երաժշտակետի ստեղծագործությունը ներկայացված է որպես Բաքվի ժողովրդական երաժշտություն։ Արցախ մարդասիրական ճգնաժամի մարտահրավերները համալսարանին մեջ։ Արցախեն Հայաստան տեղափոխվող անձինք առանց նախնական տեղեկության։ Արցախցի արձագանքը Արսեն Թորոսյանի կրառումին Արցախը Ադրբեջան անվանելու առնչությամբ։ Հայկական գինի։ 2026 թվականի հունվար 19-ին նշվեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության 106-րդ տարեդարձը։ Ծերնարգին մասնակցեցան ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակական գործիչներ եւ հայ հանրության ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքին ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան։ Իր խոսքին մեջ ան ընդգծեց, որ հունվար 19-ը առանձնահատուկ նշանակություն ունի Արևմտյան Հայաստանի հայության համար, միաժամանակ խորհրդանշելով թե անկախության տարեդարձը եւ թե հայ մտավորական, իրավապաշտպան եւ լրագրող Հրանտ Տինկի հիշատակի օրը։ Նախագահը նշեց, որ այս օրը կշեշտե հայության արդար պայքարը, ճշմարտության ձայնը եւ ազգային ինքնության պաշտպանությունը։ Արմենակ Աբրահամյան շեշտեց, որ Հրանտ Տինք դարձավ Արևմտյան Հայաստանի հայության ձայնը, իր կյանքի գնով բարձրացնելով ճշմարտությունը եւ պաշտպանելով հայ ժողովրդի իրավունքները։ Անոր խոսքը ըստ նախագահի կշարունակե ապրիլ անկախության գաղափարին, պատմական հիշողության եւ արդարության պահանջին մեջ։ Ելույթներու ընթացքին անդրադարձ եղավ նաև Արևմտյան Հայաստանի հայության դեմ իրականացված շարունակական քաղաքականության, ընդգծելով, որ ցեղասպանությունը սահմանափակված չէ միայն ֆիզիկական բնաճնջումով, այլ շարունակված է մշակութային, հոգեբանական եւ քաղաքական մակարդակներով։ Միջոցառման մասնակիցները կարևորեցին նոր սերունդի դաստիարակության եւ ազգային ինքնության վերականգնման հարցը։ Անկախության 106-րդ տարեդարձը եւս մեկ անգամ հնչեցուց Արևմտյան Հայաստանի պետականության վերականգնման եւ հայ ժողովրդի իրավունքներու պաշտպանության ուղերձը։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 111-րդ թիվը։ Շաբիկին պատկերված է Մելինե Մանուշյան, թիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանի գինը եւ մարտական ընկերը։ Ցեղասպանութենեն փրկված Մելինեն եւ Միսակը հանդիպած են Փարիզ, ուր ծնած է իրենց սերը միահյուսված պայքարի եւ նվիրման գաղափարներով։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն տարբերակներով։ 2026 թվականին Մելքոնյան վարժարանի շուրջ շարունակվող անորոշությունը դակավին լուծում չգտած եւ հարցը միայն վարժարանի ճակատագրին չի վերաբերիր։ Այն ավելի խոր խնդիր մը կբացահայտե։ Ունակ են արդյոք սփյուռքահայ գառույցները անցյալի ժառանգությունը վերածելու աբակայի ծրագրի եւ կյանք տալու իրենց ստեղծած հաստատություններուն, թե զանոնք պիտի ցկեն պատմության փոշիին տակ։ Գիբրոսի մեջ գտնվող եւ 2005 թվականին ի վեր փակված Մելքոնյանի վիճակը այսօր անորոշ է, սակայն ոչ դատապարտված։ Վարժարանը փակվեցավ ոչ թե գենսունակության բագասի պատճառով, այլ սփյուռքահայ գառույցներու առաջնահերթությունները փոփոխության հետևանքով, թիդվելով իբր փեր, այլ ոչ թե ռազմավարական ներդրում։ Այսօր տասական գիշերօթիկ վարժարանի ձևը պատմական առաքելությունը կատարած է, սակայն Մելքոնյանը կշարունակե ունենալ նոր եւ արդիական դեր ստանցելու ներուժ։ Առանցնապես այն կրնա վերածվել արևմտահայ լեզվի, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ զարգացման միջազգային հայագիտական կենտրոնի, ծառայելով ուսանողներու, հետազոտողներու եւ մտավորականներու։ Այս առաքելությունը կրնա իրականացվել ոչ թե Հայաստանի համալսարաններուն մրցակցելով, այլ զանոնք լրացնելով եւ սփյուռքի մեջ ստեղծելով մտավոր հենակետ մը ամբողջ հայ աշխարհին համար։ Գիբրոսի դիրքը առանցքային է։ Մեդությունը բազմիցս ցուցաբերած է գրթական եւ մշակութային հաստատություններ պաշտպանելու պատրաստակամություն։ Իսկ Գիբրոսի խորհրդարանի անցյալին ընդունած միացյալ որոշումը եւ հայկական համայնքի նկատմամբ պետական սկայնությունը կստեղծեն նոր նախաձեռնության համար անհրաժեշտ իրավական եւ բարոյական հիմք։ Մելքոնյանի հարցին մեջ առանձնահատուկ թեր ունի Գիբրոսի հայկական համայնքի պետական ներկայացուցիչ Դիար Վարդգես Մահտեսյան, ով դարիներ շարունակ հարցը բահած է օրակարգի վրա գրավոր առաջարկներով եւ միջոցառություններով։ Միևնույն ժամանակ Մեծի տանը Գիլիգիո կաթողիկոսության աշխուժ մասնակցությունը եւ Հոփենտմենի նոր ղեկավարության վճռական մոտեցումը կրնան այս հարցը վերածել պետական համայնքային համատեղ նախաձեռնության, այլ ոչ թե միայն բանջարդիրական գոչի։ 2026 թվականի հունվար 23-ին հայտնի դարձավ, որ խորհրդային շրջանի նշանավոր հայ կոմպոզիտոր Արնո Բաբաջանյանի ստեղծագործությունը համացանցին մեջ ներկայացված է Բաքվի ժողովրդական երաժշտություն անվան տակ։ Այս մասին դեղեկացուց անոր որդին Արա Բաբաջանյան, նշելով, որ համերգային դարբերակին մեջ երաժշտության հեղինակությունը սխալմամբ նշված է։ Արա Բաբաջանյան հայտնեց, որ դեպքին բարձրապանման համար դիմած է իրավապաններու օգնության, ընդգծելով, որ նման սխալներ հաջող կգրտնվին, մասնավորապես մուսլիմ Մակոմայևին նվիրված համերգներու ընթացքին։
Միևնույն ժամանակ ան շեշտեց իր խոր հարկանքն ու սերը Մակոմայևին հանդեպ հիշելով իրենց մտերմությունը։ Արնո Բաբաջանյան եւ Մուսլիմ Մակոմայևը խորհրդային էստրադային երաժշտության ամենանշանավոր ստեղծագործական զույգերն էին։ Անոնց համատեղ ստեղծագործությունները, ինչպիսիք են Գեղեցկության տակուհին, Մելոդիան եւ Շնորհակալությունը, խորհրդային երաժշտական ժառանգության անբաժան մաս դարձած են։ Հունվար 14-ին Մադրիդի համալսարանի մեջ տեղի ունեցավ Արցախ մարդասիրական ճգնաժամի մարտահրավերները դասախոսությունը, բանախոսներ Էմիլիո Ալբերտո Սալվատերիա։ Դասախոսությունը բացահայտեց Արցախի բնակիչներուն առջև ծառացած մարտասիրական աղետի ծավալը եւ համեմատեց 1915 եւ 2023 թվականները, շեշտելով հայերու երկրորդ կարգի քաղաքացիներ եւ ներքին թշնամիներ ներկայացնելու եւ հայաֆոբիայի դարացման միտումները։ Սալվատերիա նշեց, որ 2023-ի իրադարձությունները նոր տարածքային հագամարտություն չէին, այլ 1915-ին սկսած ցեղասպանության վերջին հանգրվանը փոխված մեթոդներով, բայց նույն գաղափարախոսությամբ եւ աշխարհի լրությամբ։ Դասախոսությունը շեշտեց համալսարաններու դերը մարդու իրավունքներու խախտումները բացահայտելու մեջ եւ անդրադարձավ միջազգային պատասխանատվության անհրաժեշտության, նկատի ունենալով Արցախի շուրջ 120,000 բնակչության, մասնավորապես հազարավոր երեխաներու ճակատագիրը։ Ելույթի եզրափակելով ան նշեց, թե եկած է ոչ միայն դեղեցկություն փոխանցելու, այլ համընդհանուր արժեքներու եւ բարդավորության հիման վրա համատեղ կառուցելու, ըլլալով այն մարդոց ցայնը զորս աշխարհը չգրծավ կամ չուզեց լսել։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Արցախի իշխանությունները եւ Արցախին Հայաստան վերադարձված անձանց հարազատները նախորդ տեղյակ չեն եղած, որ վերջիններս պիտի տեղափոխվին Հայաստան։ Այս մասին ասաց է Արցախի մարդու իրավունքներու պաշտպան Գեգամ Ստեփանյան։ Արսեն Թորոսյան հայտնած էր, որ Արցախի մեջ բնակող 10 հայ եւ ազգությամբ ռուս Հայաստանի Հանրապետության քաղաքացի դիմաց են պատկան մարմիններուն Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով եւ իրենց տեղափոխությունը կատարված է թիմումին հիման վրա։ Սակայն մինչ օրս ոչ մեկ տեղեկություն կա, թե ուր կգտնվին Արցախին Հայաստան տեղափոխված անձինք։ Գեգամ Ստեփանյան նշած է, որ կփորձե ճշտել տեղեկությունները, բայց այս պահուն գաբի հնարավորություն չկա։ Անոր տվյալներով 2023-ի բռնի դեղահանութեն են ետք Արցախ մնացած են դարեցներ եւ հոգեգան որոշ խնդիրներ ունեցող մոտ 1 տասնյակ անձիկ։ Անդրադառնալով Արսեն Թորոսյանի վերջին քրարման, ուր Արցախը ներկայացված էր որպես Ադրբեջանի Հանրապետություն, Ստեփանյան նշած է. ով չգիտեր, որ Արցախը Ադրբեջան չէ, բայց ով չգիտեր նաեւ, որ անոնք հadoop ցինիկապար նման քրարումներ կնեն։ Ան ընդգծած է, որ այս ցեվագերբումը ամբողջությամբ դիտմամբ եղած է։ Նշենք, որ 2020-ին Արսեն Թորոսյան այցելած էր Արցախ, ծանոթանալու հագարագործի ռազմական գործողություններն դժուժացնելու առողջական վիճակին եւ հանդիպած արցախյան ղեկավարության հետ։ Արցախցի լրագրող Արմինե Մարտիրոսյան արձագանքած է Արսեն Թորոսյանի վերջերս հրաբարակած սիմադեդի կրարման, ուր վերջինը Արցախը ներկայացուցած է որպես Ադրբեջանի Հանրապետություն եւ անդրադարձած վերջին 10 հայերուն հայրենիքեն զրկվելու հարցին։ Մարտիրոսյան նշեր է. «Սա Հայաստանի հասարակական ապահովության նախարարն է, ով պատասխանատու է նաեւ Արցախին փախստականներու խնդիրներու համար, մասնավորապես ցեղասպանություն վերապրած անձանց ծանր հոգեբանական վիճակին համար։ Եվ այդ մարդը գնախնդրե աղցանել բաց վերքի վրա Ղարաբաղը Ադրբեջան անվանելով»։ Լրագրողը նաև ընդգծած է, որ նախարարին այս հրաբարակումը կգրնար լրությամբ շրջանցվել, նկատի ունենալով, որ զայն կգարտա նաև Իլհամ Ալիևը։ Հայերը եղած են առաջինը գինիի արտադրության մեջ։ Բացի այդ, Հայաստանը խաղողի աճեցման ամենահին ավանդություն ունեցող երկիրն է։ Հնագույն ցերակրերն ու ժողովրդական ավանդազրույցները գավացուցեն, որ Հայաստանի դարածքին գինեգործությամբ զբաղված են Քրիստոսի առաջ 15-րդ դարեն։ Հույն պատմիչներ իրենց աշխատությանց մեջ հիշադակած են, որ հայկական գինին արտահանված է հարևան երկիրներ վաճառելու նպատակով։ Այն եղած է որակով բարձր եւ տեսակավոր։ Այսօր ալ Հայաստանի մեջ գինեգործությունը շատ զարգացած է եւ հայկական գինին իր առանձնահատուկ տեղը ունի միջազգային շուկայի մեջ։ Գինիի պատրաստման եղանակին համար կարելի է այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, լավ մնացեք։